Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը դեռ ստորագրված եւ վավերացված չէ, սակայն իրական խաղաղություն արդեն կա։ Այս մասին Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում անցկացվող քննարկման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով դրա ապացույցներից է այն, որ 1 տարուց ավելի է հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների հետևանքով զոհեր չկան, իսկ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսել են նաեւ երկկողմ առևտուր։ Նրա խոսքով Հայաստանը նավթամթերք է գնում Ադրբեջանից, նաեւ որոշ ապրանքներ կվաճառի ադրբեջանական ընկերություններին։ Արտաքին գործերի նախարարը սակայն ընդգծել է, բոլոր հարցերը դեռ լուծված չեն։ Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, եւ երկու ժողովուրդներն էլ դեռ իրական հաշտեցման կարիք ունեն։ Կան չլուծված հարցեր, որոնք վերաբերում են հիմնականում հումանիտար խնդիրներին։ Բաքվում պահվող անձինք ունենք, բայց լավատես ենք։ Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, արտաքին գործերի նախարարը նշել է, որ երկար տարիներ հայկական քաղաքական մտածողության մեջ գերիշխել է մեկ ուժեղ դաշնակցի վրա հենվելու պատկերացումը։ Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական միջավայրում մեզ պետք է մեկ ուժեղ, մեծ եղբայր, ընկեր, որը կարող է մեզ պաշտպանել։ Այս մոտեցումը հիմա փոխվել է, քանի որ երբ եկավ ժամանակը եւ մենք իսկապես ունեինք այդ մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, այդ օգնությունը տեղ չհասավ։ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը վերջին տարիներին կարողացել է նվազեցնել քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից, դիվերսիֆիկացնելով արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի հետ, սերտ հարաբերություններ ունի Հնդկաստանի եւ միաժամանակ պահպանում է կապերը Ռուսաստանի հետ։ Արտաքին գործերի նախարարը խոսել է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, այն գնահատելով դրական։ Թուրքիայի հետ հրաշալի երկխոսություն ունենք։ Գործակցության բազմաթիվ առիթներ են եղել։ Հենց երեկ մեր ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու պատմական անիի կամուրջը, որը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է։ Միրզոյանը նաեւ նշել է, որ աշխատանքներ են ընթանում Գյումրի-Կարս երկաթուղային կապի վերականգնման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նա արձանագրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը դեռ փակ է, թեև կողմերը պատրաստակամություն են հայտնել հասնելու դիվանագիտական հարաբերությունների եւ լիովին բացելու սահմանը։ Արտաքին գործերի նախարարը խոսել է նաեւ TRIP ծրագրի մասին, այն ներկայացնելով որպես տարածաշրջանային կապակցվածության հնարավոր ուղղություն։ Նա նշել է, որ խոսքը երկաթուղիների, ինտերնետային մալուխների, էներգետիկ հաղորդուղիների եւ ապագայում նաեւ այլ ենթակառուցվածքների մասին է, որոնք կարող են կապել Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, նաեւ Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան։ Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Սփյուռքի դերին Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների համատեքստում։ Նա նշել է, որ Սփյուռքը կարևոր գործոն է, սակայն տարբեր երկրներում ապրող հայերի շահերն ու պատկերացումները միշտ չէ, որ կարող են համընկնել Հայաստանում ապրող քաղաքացիների կարիքների հետ։ Սփյուռքը հայերից շատերն ուզում են տեսնել ավելի մեծ Հայաստան, պատմական Հայաստան, Հայաստան, որը փառահեղ ու հարուստ անցյալ է ունեցել, բայց այսօր դա երազ է, դա իրական Հայաստանը չէ։ Մենք ներկայում ապրում ենք այս կոնկրետ տարածաշրջանում, այս հարևանների հետ։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում հաջորդ տասնամյակներն ու դարերն ապրել հարևանների հետ շարունակական հակամարտության պայմաններում։ Միրզոյանը նշել է, որ Սփյուռքի հետ այս հարցերի շուրջ անհրաժեշտ է անկեղծ ու խորքային քննարկում անցկացնել։ Արտաքին գործերի նախարարը պատասխանել է նաև Ադրբեջանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե խաղաղության համաձայնագրի վավերացման համար Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Միրզոյանն ընդգծել է, որ նման պահանջ բանակցային օրակարգում չկա։ Արտաքին գործերի նախարարը չի բացառել, որ Հայաստանում կարող է սահմանադրական հանրաքվե անցկացվել, սակայն ընդգծել է, որ դա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք հարց չէ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։